Մայրաթոռում ոստիկանական պատն է բաժանում կաթողիկոսի աջակիցներին եւ նրա հրաժարականը պահանջողներին։ Վարչապետ Փաշինյանին հանդիպած բարձրաստիճան հոգեվորականները 3 օրավերջին հայտարարություն տարածեցին, տեղեկացնելով, որ այսօր գնալու են Սուրբ Էջմիածին պահանջելու հանգստի կոչել վեհափառին։ Աջակիցներին հորդորեցին միանալ իրենց։ Հայրապետին սատարողներն էլ որոշեցին, որ այսօր լինելու են Մայրաթոռում ավելի շուտ, քան այնտեղ կհասնեն ընդդեմ Գարեգին II-ի դուրս եկածները։ Սակայն օդում կախված հարց մնաց, այս ընթացքում այդպես էլ չպարզվեց իշխանական վերնախավը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ լինելու է 10 եպիսկոպոսների կողքին։ Վարչապետը հարցին պատասխանեց միայն այսօր, կառավարության նիստից հետո, անձամբ չի լինելու Մայր եկեղեցու բակում, ամենայն հայոց կաթողիկոսի աջակիցների եւ նրա հրաժարականը պահանջողների միջև հնարավոր որևէ բախումը բացառում է, շեշտում, թե իրավապահները ունեն անհրաժեշտ գործիքակազմ հավաքների մասնակիցների սադրիչ գործողությունները կանխելու համար, ինչ վերաբերում է բարձրաստիճան հոգեվորականների հետ կապին, ապա այստեղ Փաշինյանն ընդգծում է, նրանց գործողություններն ինքը չի ուղղորդում։ Այսօրվա իրադարձությունը նրա մասին է, որ Հայաստանի Արաքելական Սուրբ եկեղեցում ճգնաժամ է, այլևս որևէ մեկը դա չի կարող ժխտել, եւ այդ ճգնաժամը պետք է հանգուցալուծվի։ Չի հանգուցալուծվելու այդ ճգնաժամը, քանի դեռ Կտրիչ Ներսիսյանը հեռացված չէ Մայրաթոռից։ Այսօր կհեռացվի Մայրաթոռից։ Ուրեմն ճգնաժամի հաղթահարման մեկնարկը կտրվի այսօր, վաղ կհեռա։ Բոլոր դեպքերում առաջի քայլը դա է։ Եվ սա նաև կոնսենսուսի հաջորդ կետն է մեր եւ 10 եպիսկոպոսներ։ Արձագանք Մայրաթոռից Սուրբ Էջմիածինն իր խորը մտահոգությունն է հայտնում 10 եպիսկոպոսների հերթական հայտարարության պատճառով հանրության մեջ առաջ եկած ընդվզումների առիթով զգաստության կոչ են ուղղում վտանգաշատ հավաքի նախաձեռնությունը ստանձնած սրբազան հայրերին։ Եվ ահա վտանգաշատ հավաքը դեմ դիմաց Գարեգին II-ի աջակիցներով հենց մի կողմում վանկարկում են հեռացիր, հեռացիր, մյուսում սկսում են վեհափառ, վեհափառ։ Վեհարանից Մայր տաճար տանող ճանապարհը ոստիկաններն ամեն կերպ փորձում են բաց պահել։ Այստեղով է անցնելու կաթողիկոսը հոգևոր խմբի ուղեկցությամբ։ Տաճարում երեկոյան ժամերգություն է, որն ի դեպ մատուցելու են Արագածոտնի թեմի հոգևորականները, աղոթելու են անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի, ազատազրկված ու գերեվարված զավակների եւ մեր Սուրբ եկեղեցու անսասանության համար։ Ժամերգության ավարտին խոսեց Գարեգին II-ը, եկեղեցում դրսի աղմուկը լսելի էր, վեհափառն անդրադարձավ խորան հասնող բարձր ձայներին։ Տագնապալի օրեր ենք ապրում, ցավում է հայրապետը, Մայրաթոռի դեմ հերթական ոտնձգությանն ականատես եղանք նաև որոշ եկեղեցականների նախաձեռնությամբ, ասաց. Այս աղմուկը, որ բարձրացվում է եկեղեցում, երբեք չի կարող խաթարել մեր առաքելությունը, մեր ծրագրերը, որոնք կոչված են մեր եկեղեցու պայծառության եւ մեր երկրի շինության համար։ Իրավիճակն այս ընթացքում սրվեց, կաթողիկոսի հրաժարականը պահանջողները փորձում էին եկեղեցի ներխուժել։ Նախապես հայտարարածից ուշ Մայրաթոռի բակ հասան 10 եպիսկոպոսները, դեպի եկեղեցի են քայլում կաթողիկոսի քարոզի հնչյունների ներքո, դրությունն այստեղ դարձյալ թեժ է։ Մեր տղաներն ու աղջիկները, որ վերևում բղավում են, էլի մերն են, մենք բոլորի սիրում ենք, ինչպիսի բարգավուններ են, որ լինեն, և գիտե, բոլորը մեր քրիստոնյա հավատացյալներն են, այս նրանք բոլորը շփոթության մեջ է, որովհետև մենք այն ենք բարձրացրել հանուն արդարության։ 10 եպիսկոպոսները կաթողիկոսի հրաժարականի պահանջով նամակ հանձնեցին քարտուղարություն, գնացին։ Գարեգին II կաթողիկոսի աջակիցները դեռ Մայրաթոռի բակում էին, շարունակելով վանկարկել վեհափառ, վեհափառ։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։